Սիրելի բարեկամներ, շարունակվում է խաղային օրը մեզ մոտ եւ այսօրվա վերջին հանդիպումն ենք միասին դիտելու, որտեղ մրցում են միմյանց հետ Բարսելոնան եւ Երևանը։ Երկու հանդիպում տեղի ունեցավ այսօր, առաջին խաղում Արարատը կարողացավ հաղթել Ռեալին 3 հաշվով, քիչ առաջ էլ տեղի ունեցավ Վերդեր Ինտեր հանդիպումը 7-2 հաշվով հաղթեց Վերդերը Ինտերին, հիմա տեսնում ենք այս հանդիպումը մեկնարկել է մեզ մոտ բարեկամներ։ Տեսնում ենք Երևանն Ով փորձում են իրենց առաջին գրով կազմակերպել Երևանի ֆուտբոլիստները եւ կարողացան այստեղ եզրային նետում վաստակել։ Հիմա անցնեմ թիմերի կազմերին, Բարսելոնա դարպասը պաշտպանում է համար 1 Նավեկ Ղազարյանը, համար 4 Գևորգ Զաքարյան, համար 7 Ռոբերտ Ղազարյան, համար 8 Դավիթ Ավետիսյան, համար 9 Լևոն Սարգսյան, համար 11 Ռաֆայել Մաթևոսյան, համար 14 Կարեն Ղազարյան, համար 22 Քիմիավար Ռուբեն Սարգսյան, համար 77 Համլետ Հովհաննիսյան եւ համար 99 Արթուր Պողոսյան։ Երևան դարպասը պաշտպանում է համար 96 Տրթատ Ասերյանը, համար 2 Արթուր Քոչարյան, համար 6 Կարապետ Սարադյան, համար 7 Արեն Վխկրյան, համար 11 Վլադիմիր Մարտիրոսյան, համար 22 Վայ Հակոբյան, համար 33 Նորեջ Հովհաննիսյան, համար 45 Թիմիավակ Սպարտակ Կարապետյան, Հարությունյան ներողություն, համար 87 Հայկ Կարապետյան։ Կրկին եզրային նետում է վաստակել այստեղ Երևանը։ Հարությունյան նետվել է առաջ, լավ փոխանցում Իմաքսին, բայց խլեց գնդակայսը Բարսան եւ շարժվում է առաջ։ Մենք ինչ կմտածի այստեղ Համլետ Հովհաննիսյանը, Հովհաննիսյան փոխանցում վտանգավոր էր եւ ներողություն Քոչարյանն է հեռացնում գնդակը։ Շարունակում է գնդակով մնալ Բարսելոնան։ Այստեղ էլ Զաքարյանի փոխանցումը չստացվեց։ Ղազարյանը այսպես, բայց Վխկրյանը խլում է գնդակը։ Տեսնում ենք Բարսան 4 հանդիպում է անցկացրել բարեկամներ այս մրցաշարում, ունի 6 միավոր, 2 հաղթանակ, 2 պարտություն, 7-րդ հորիզոնականում են նրանք գտնվում այսպես, իսկ Երևանը 4 անընդմեջ պարտություն է կրել այս մրցաշարում, վերջին հորիզոնականում են գտնվում, դեռ նրանք միավոր չեն վաստակել, անհաջող մեկնարկ նրանց կողմից, բայց դեռ շատ հանդիպումներ կան մրցաշարում, նոր է մեկնարկել այս մրցաշարը, կարող է ամեն ինչ կտրուկ փոխվել, հիմա Հովհաննիսյան երկար փոխանցում, Քոչարյանն է այստեղ գնդակի տերը եւ հեռացրեց գնդակը ապահովության համար Սպարտակ Հարությունյանը։ Ղազարյան լավ փոխանցում կատարեց հիմա Դավիթ Ավետիսյանին, Ավետիսյան փոխանցում Մաթևոսյանին, Մաթևոսյան արված, փակված այս արվածի ճանապարհը, երկրորդ արվածը փրկում է Ասերյանը իր թիմին, Ավետիսյան կրկին Ասերյանն է լավ գործում, կրկնակի սեյվով աչք ընկավ այս դրվագում Տրթատ Ասերյանը, տեսնում ենք լավ գրող կազմակերպեցին Բարսելոնայի տղաները, բայց փրկեց իր թիմին 2 անգամ Տրթատ Ասերյանը։
Նորից Բարսան է գրում, Հովանիսյան փոխանցում աչ։ Պեպի Սարգսյանը, բայց նրանից խլեցին գնդակը։ Մարտիրոսյան և շտապեց այստեղ փոխանցում կատարելիս Վլադիմիր Մարտիրոսյանը։ Ավետիսյանն է վերցրել գնդակը, փոխանցում Մաթևոսյանին, կենտրոնում է Ռաֆայել Մաթևոսյանը։ Մենք ինչ կանի այստեղ Մաթևոսյանը, փոխանցումը փակված է և նետումը Բարսայինն է լինելու։ Անիսյան և կարողացավ Հարությունյանը խլել նրանից գնդակը, բայց դուրս եկավ գնդակը այստեղ դաշտի սահմաններից։ Մի փոքր առավելություն է այս պայմանը։ Բարսան խաղում, բայց դեռ զրոներ էլ լուսատախտակին, հիմա կարող էր գրոել այստեղ Երևանը, բայց չստացվեց նրանց հակագրո։ Սյան խլեցին նրանից գնդակը։ Մարտիրոսյան ձախեզնում է և այստեղ Նազարյանն է լավ գործունել։ Պաշտպանությունում անկյունային է վաստակել այստեղ Երևանը։ Մարտիրոսյան փոխանցում, Նազարյանն է հեռացնում գնդակը, շարունակում են մնալ գնդակով Երևանը, Չարյան, լավ անցում կազմակերպեց, Չարյան, և վերջո Բարսային անցավ գնդակը այստեղ։ Լավ անցան այստեղ իրենց կիսադաշտի հիմա Բարսելոնայի ֆուտբոլիստները, ձախեզնում է հայտնել Մաթևոսյանը, եկավ կենտրոն արված Ասրյանի երրորդ սեյվը արդեն այս խաղում, լավ հարված կատարեց Ռաֆայել Մաթևոսյանը, այստեղ էլ խլում է հիմա գնդակը Երևանը, Վղկրյան, բայց դաշտի սահմանեն Վղկրյանը գնդակը և ի վերջո այստեղ վերջին պահին իրենից գնդակը դուրս եկավ դաշտի սահմանից, հարված կտեսնենք Նազարյանի դարպասից, հարակ գոլ չտեսանք այս խաղակեսում բարեկամներ, մի փոքր առավելություն ունի տարածքային և հարվածների առումով Բարսելոնան, 3 անգամ արդեն փրկել է իր թիմին Տրթատ Ասրյանը, կրկին Բարսան էր գրոհում, բայց այս փոխանցում ուժեղ ստացվեց Համլետ Հովանիսյանին, եկավ փոխանցում առաջ դեպի Վղկրյանը և չհասավ այս գնդակին Արեն Վղկրյանը։
Կրկին Բարսան է անցել գրոյի Մաթևոսյան, տեսնենք այս գրոհը Բարսայի Մաթևոսյան արված, երկրորդ արվածը արդեն այս խաղում նրա եւ մի փոքր շեղ ընթացավ Ռաֆայել Մաթևոսյանի արվածը Երկար փոխանցում հեռացված է այս գնդակը, հիմա կրկին արագ գրոյի է նետվում Բարսելոնան, Մաթևոսյան, հարկում է գնդակը Հովանիսյանի հետ, Ամլետ Հովանիսյանը արվածը փակված է եւ անկյունային կտեսնենք Երևանի դարպասին։ Հովանիսյան, նորից հեռացնում է գնդակը այստեղ Հարությունյանը։ Շարունակում է Բարսելոնայի գրոհը Մաթևոսյան շեղ էր այս անգամ հարվածը Ռաֆայել Մաթևոսյանի հրաշալի ֆուտբոլիստ է Ռաֆայել Մաթևոսյանը կարևոր դեր է խաղում ամեն խաղում իր թիմում Մաթևոսյանը երկար փոխանցում, բայց Ղազարյանը վերցրեց գնդակը 10 րոպե անցավ Մեկնակից բարեկամներ 0-ներ են մեզ մոտ այս պահին մի փոքր առավելություն ունի Բարսան խաղում, նորից նրանք են գնդակով Մաթևոսյան արված նորից Ասրյանը, ոչ այս անգամ Մաթևոսյանը չէր հարվածող, Ասրյանը փրկեց իր թիմին, Հովանիսյան կրկին փրկում է իր թիմի տրթատ, Ասրյանը այսօր դեռ լավագույնն է նա աղադաշտում անկյունային հիմա նորից Երևանի դարպասին հարկված է այս անկյունայինը Ղազարյանը այստեղ կարող է գնասը խալվել Մաթևոսյան շարժվում առաջ Ռաֆայել Մաթևոսյանը մտավ կենտրոն Ղազարյան խլեցին նրանց գնդակը, բայց պահել է Բարսան գնդակը իր մոտ Նազարյան շարժվում է առաջ, բայց փոխանցումը վերջինիս չստացվեց Հովանիսյան բարձր է հարվածում հիմա էլ Ամլետ Հովանիսյանը Երկար փոխանցում հիմա Ասրյանի կողմից եւ այստեղ հեռացնում է գնդակը Բարսայի պաշտպանը Բարսան նորից անցնում է գրոյի Մաթևոսյան Երվից է փորձում հիմա հարվածել, բայց շեղ է Ռաֆայել Մաթևոսյանի հարվածը նորից
Առաջ է ուղարկում գնդակը Ասելյանը, բայց Զաքարյանը հեռացրեց գնդակը Մաթևոսյան պայս գնդակի մոտ Ռաֆայել Մաթևոսյանը խաղարկում է Հովհաննիսյանի հետ Մաթևոսյան լավ փոխանցում այստեղ Մեն Սարգսյանին, Սարգսյան Հովհաննիսյան արված է, փակված է իմ Համլետ Հովհաննիսյանի Լեցին գնդակի հիմա Բարսայի տղաները այստեղ Մաթևոսյան Մաթևոսյանը Հիմա դադար է տեսնում ենք բարեկամներ մեզ մոտ, այստեղ մի փոքր խնդիրներ ունի Ռաֆայել Մաթևոսյանը Բայց շարունակվում է հանդիպումը Ի վերջո Նազարյան, աչեզում է Ռոբերտ Նազարյանը, փոխանցում հեռացնում է գնդակ այստեղ Սպարտակ Հարությունյանը Տասնինգ րոպե անցավ այս խաղից բարեկամներ, դեռ զրոներ են մեզ մոտ Կրկին Բարսան է տեսնում են գնդակով և փորձում են գրով կազմակերպել Հովհաննիսյան փոխանցում Ավետիսյանին, Ավետիսյան փոխանցում Հարությունյանն է լավ գործում նորից պաշտպանությունում Այստեղ էլ խախտում Բարսայի ֆուտբոլիստի կողմից Երկար փոխանցում առաջ Ասելյանի կողմից և նորից արագ խլեց գնդակը Բարսան փոխանցում առաջ դեպի Մաթևոսյանը Մաթևոսյան Եվ չկարողացավ պահել դաշտի սահմաններում այստեղ գնդակը Ռաֆայել Մաթևոսյանը
Արագ խաղարկում է գնդակը, հիմա տեսնում ենք Տրթա Տասերյանը, Մարտիրոսյան առաջ փոխանցում դեպի Վղկերյանը, Արեն Վղկերյան, փոխանցում դեպի Սարատյանը, Վղկերյան, լավ խաղարկումներ հիմա Երևանի ֆուտբոլիստների կողմից, բայց կրկին լավ են գործում պաշտպանությունում Բարսելոնայի տղաները եւ հակագրող կարող է լինել հիմա Բարսայի կողմից Մաթևոսյան մտավ Տուգանային հրապարակ հարված եւ ներողություն հաշիվը բացված է մեզ մոտ Ռաֆայել Մաթևոսյանն է գոլեղինակ դառնում Ռաֆայել Մաթևոսյան 1-0 հանդիպան հաշիվը բացված է մեզ մոտ բարեկամներ ի վերջո հրաշալի հակագրող կազմակերպեցին Բարսայի տղաները եւ առաջ անցան հաշվի մեջ տեսնենք այս գոլին ինչով կպատասխանի Երևանը անկյունային է վաստակել Բարսան հապուկ փոխանցում Տուգանային հրապարակ ուղիղ Ասերյանի վրա փոխանցում Առաջին խաղակեսի վերջնամասում ի վերջո հանդիպման հաշիվը բացվեց Մաթևոսյանը շատ հարվածներ կատարեց այսօր եւ կարողացավ վերջին գրոհում արդյունքի հասնել Չէ, կարոն չէ, բլոն Կարոն ձախքից է պաշտպանում շատ Ախա, բայ Փոխանցում առաջ, լավ փոխանցում էր հիմա տեսնում ենք Թևոսյան եւ այստեղ Քոչարյանն է լավ գործում պաշտպանությունում եւ անկյունային ոչ ի վերջո հարված դարպասից կլինի վերջին րոպեներն են ընթանում առաջին կեսի բարեկամներ երկար փոխանցում Ասերյանի կողմից Զաքարյանն է առանցնում գնդակը Եզրային նետում վաստակեց այստեղ Բարսելոնան Ազարյան փոխանցում աչ դեպի Հովանիսյանը Համլետ Հովանիսյան փոխանցում Տուգանային հրապարակ եւ Ասերյանն է որսում գնդակը կրկին արագ առաջ ուղարկեց գնդակը լավ անցում կազմակերպեց այստեղ Սարգսյանը Պետիսյան լավ խաղարկումներ Մաթևոսյան արված
Մի փոքր շեղ էր Ռաֆայել Մաթեոսյանի հարված, հրաշալի կազմակերպեցին այս գրո Բարսայի տղաները։ Այլ Երևանն է գրում, Հովանիսյան հարված այստեղ Զաքարյանն է այս հարվածի ճանապարհը փակում։ Եվ վերջ բարեկամներ, առաջին կեսը ավարտված է 1-0 հաշվով։ Ռաֆայել Մաթեոսյանի գոլի շնորհիվ Բարսան հաղթում է Երևանին։ Հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ, վերադարձանք, շարունակվում է հանդիպումը, երկրորդ խաղակեսը մեզ մոտ մեկնարկեց եւ առաջին կեսից հետո Բարսան հաղթում է 1-0 հաշվով Ռաֆայել Մաթեոսյանի գոլի շնորհիվ։ Բարսայի առավելությամբ անցավ առաջին կեսը եւ կարողացավ առաջին խաղակեսի վերջնամասում հանդիպան հաշիվը բացել Բարսելոնան, նրանք արդեն առջևում են, տեսնենք ինչպես կընթանա երկրորդ խաղակեսը մեզ մոտ, հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները, Բարսելոն դարպասը պաշտպանում է համար 1 Նարեկ Ղազարյան, հիմա Բարսան է գրում, Մաթեոսյանի հարվածը չստացվեց, Հովանիսյան հարված, այս հարվածի ճանապարհն էլ փակում են եւ անկյունային կլինի Երևանի դարպասին, համար 4 Գևորգ Զաքարյան, համար 7 Ռոբերտ Նազարյան, համար 8 Դավիթ Ավետիսյան, համար 9 Լևոն Սարգսյան, համար 11 Ռաֆայել Մաթեոսյան, համար 14 Կարեն Ղազարյան, համար 22 թիմի ավակ Ռուբեն Սարգսյան, համար 77 Համլետ Հովանիսյան եւ համար 99 Արթուր Պողոսյան։ Երևան դարպասը պաշտպանում է համար 96 Տրթատ Ասերյանը, համար 2 Արթուր Քոչարյան, համար 6 Կարապետ Սարադյան, համար 7 Արեն Մխկերյան, համար 11 Վլադիմիր Մարտիրոսյան, համար 22 Վայ Հակոբյան, համար 33 Նորայր Հովանիսյան, համար 45 թիմի ավակ Սպարտակ Հարությունյան եւ համար 87 Հայկ Կարապետյան։ Նա Երևանն է գրում, Վայ Հակոբյան մտավ հրապարակ, փակեցին այս հարվածի ճանապարհը եւ արագ հիմա նետվում է հակագրոյի Բարսելոնան։ Դավանցում կազմակերպեցին Լևոն Սարգսյանը, բայց դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Երկար փոխանցում եւ այստեղ Հարությունյանն է գնդակի տերը։ Մաթեոսյանին, Ռաֆայել Մաթեոսյան հարված փրկեց իր թիմին, Ասարյանը երկրորդ հարվածը, հիմա էլ Սարգսյանից վեր շեղեր այս հարվածը։ Գրքին հրաշալի սեյվով աչքի ընկավ այս խաղում Տրթատ Ասարյանը։ Երևանն է անցել գրոյի փոխանցում, Վխկերյան հարված շեղեր արեն Վխկերյանի հարվածը լավ բայր հիմա տեսնում ենք Երևանի համար հավասարեցնելու հանդիպման հաշիվը, բայց շեղ հարվածեց ի վերջո այստեղ Արեն Վխկերյանը։ Բարսելոնան է հիմա էլ անցել գրոյի, բայց չստացվեց այս գրոը, Երևանն է անցնում գրոյի, Հարությունյան մի փոքր ակտիվացել է երկրորդ խաղակեսում Երևանը։ Ստեղել Հարությունյանը սխալվեց փոխանցում կատարելիս։ Հովանիսյան փոխանցում Մաթեոսյանին արված Տրթատ Ասարյանը վերցրեց գնդակը արագ խաղարկում, բայց այստեղ լավ է գործում պաշտպանությունում Զաքարյանը փոխանցում Հովանիսյանին, Համլետ Հովանիսյան
Հովանիսյան, պայել է իր մոտ գնդակը, հարված և Ռաֆայել Մաթևոսյանն է ավելացնում այս փոխանցմանը։ Տեսնում ենք Ասրյանը նորից փրկում է իր թիմին։ Փոխանցումն էլ անհաջող ստացվեց նորայր Հովանիսյանին։ Սարգսյան, խլեցին նրանից գնդակը։ Հակոբյան, բայց այստեղ էլ խլեց նրանից գնդակը հիմա Ավետիսյանը և նետվում է գրոյի Բարսելոնան։ 5-3-ի Ավետիսյան հարված։ Շեղ էր ի վերջո Դավիթ Ավետիսյանի հարվածը։ Եզրային նետում այստեղ վաստակեց Երևանը։ Հանցում Տուգանային հրապարակ։ Այստեղ խախտում հիմա Երևանի ֆուտբոլիստի կողմից։ Երկար փոխանցում ենք տեսնելու Բարսայի ֆուտբոլիստի կողմից, Նազարյան փոխանցում առաջ և նորից Ասրյանն է վերցնում գնդակը։ Առաջ Հարությունյան կարող է լավ գրո կազմակերպել հիմա Երևանը հարված Սպարտակ Հարությունյանից և փրկում է իր թիմին հիմա Նարեկ Ղազարյանը։ Շալի անցում Սարգսյանից, բայց Սարվածը շեղ է Լևոն Սարգսյանին։ Փոփոխություն է տեղի ունենալու Բարսայի կազմում։ Կարտ աբոյի հետ ես։ Դե իջեք աղբե շատ է կան։ Դինա։ Խլեց գնդակը Բարսելոնան և շարժում են առաջ գնանք Սարգսյան անցում և անկյունային է վաստակում ի վերջո իր թիմի համար Ռուբեն Սարգսյանը անցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը Երևանը և անցավ գրոյի, բայց այստեղ Ղազարյանն է լավ գործում հիմա իր դիրքում
Հովանիսյան, ձախ եզրում է Համլետ Հովանիսյանը, մտավ կենտրոն, Հովանիսյանը արված, Ստրթատ Ասրյանն է փրկում կրկին իր թիմին։ Արագ նետում Ղազարյանից, երկուսը է հիմա, տեսնում ենք գրում է Բարսելոնա, Ղազարյան արված, շեղ էր նրա հարվածը, Բարսան է հացել գրոյի, Պետիսյան և Կարապետյանն է այստեղ լավ գործում պաշտպանությունում, կարող է հիմա գրոյի անցնել Երևանը, Վխտերյան, փոխանցում ձախ դեպի Հարությունյանը, Սպարտակ Հարությունյան երվից հարված, բայց ուղիղ Ղազարյանի վրա է հարվածում Հարությունյանը, Ասր րոպե անցավ բարեկամներ երկրորդ խաղակեսից 1-0 հաշվով Բարսան հաղթում է Երևանին, հիմա անկյունային են վաստակել Բարսելոնայի տղաները այստեղ խաղարկեցին արագ անկյունայինը և այստեղ խլեց գնդակը հիմա Երևանը այստեղ, բայց սալվեց այստեղ փոխանցում կատարելիս Բարսայի ֆուտբոլիստը Երևանն է անցել հիմա գրոյի Մարտիրոսյան, ձախ եզրում է Վլադիմիր Մարտիրոսյանը, փոխանցում և Զաքարյանն է հեղացնում գնդակը ի վերջո Փոխանցում Տուգանային հրապարակ, մի փոքր ուժեղ էր այստեղ Արեն Վխտերյանի փոխանցումը և հիմա էլ նետվում է գրոյի Բարսելոնան, Հովանիսյան, փոխանցում կենտրոն, Ղազարյան, փոխանցում աջ Մաթևոսյանին, Ռաֆայել Մաթևոսյան արված, կրկին Ասրյանն է փրկում իր թիմին Հրաշալի անցումներ տեսանք Ռոբերտ Նազարյանից Հովանիսյան արված գեղեցիկ սեյվ գրանցեց հիմա տեսնում ենք Ստրթատ Ասրյանը
Հովանիսյան, ներվից հարված մի փոքր շեղեր։ Հարվածը, բայց այնտեղ անդրադարձ եղավ ի վերջո։ Երևանի պաշտպանի ցանկյունային կտեսնենք Երևանի դարպասին։ Փոխանցուտուկանային հրապարակ։ Շատ անհաջող փոխանցում։ Ավետիսյանի կողմից։ Սալվեց Մարտիրոսյանը, Մաթևոսյան կրակեց այստեղ հորիզոնական դարպասաձողն է պրկում իր թիմ հիմա Երևանին, շարունակում է Բարսայի գրո, Հովանիսյան, բարձր էր ի վերջո այստեղ Համլետ Հովանիսյանի հարվածը, Երևանն է իմանցել գրոյին, Կոպյան, վխկերյան, փոխանցում, հեռացրեցին գնդակ և խաղթում հիմա Մաթևոսյանի ոչ Սարգսյանի նկատմամբ Երևանն է գնդակով, փորձում է մնակ գրով կազմակերպել, Կոպյան, ստլեցին այստեղ Բարսելոնայի տղաները։ Լավ խաղարկումներ, հիմա Հակոբյան գնդակով է, Հակոբյանը թողեց գնդակը Քոչարյանին, հարված շեղեր Արթուր Քոչարյանի հարվածը ի վերջո։ Խաղթում հիմա Հովանիսյանի պայքարում։ Ազարյան և
շեղեր հարվածը Ռոբերտ Նազարյանին։ Արագ խաղարկում է հիմա գնդակը այստեղ Տրթա Տասրյանը։ Հակոբյանն է սխալվում, հիմա կարող է արագ հակագրոել այստեղ Բարսան, Հովանիսյան, բայց այստեղ Կարապետյանն է հեռացնում գնդակը։ Բայել է հիմա դաշտի սահմաններում գնդակը Հովանիսյանը։ Վերջո կարողացավ անկյունային կորզել այս դրվագում Երևանը։ Սյան վտանգավոր հարված եւ անդրադարձ եղավ այնտեղ Սարգսյանից անկյունային կրկին Երևանի օգտին։ Տուգանային հրապարակ Կարապետյանն է հարվածում։ Ստացվեց հարվածը, նորից Կարապետյանը կարող էր հարվածել, չստացվեց այս անգամ հարվածը Հայկ Կարապետյանի։ Եզրային նետումը խաղարկված է հիմա Երևանի։ Նրանք այսօր մի փոքր լավ հանդիպում են անցկացնում, տեսնում ենք։ Տեսնենք կկարողանան ի վերջո այսօր միավորներ վաստակել, փոխանցում պրկեց իր թիմին հիմա Պողոսյանը։ Հովանիսյան լավ փոխանցում դեպի Կարապետյանը, Երևանը նորից նետվել է գրոյի, Հայկ Կարապետյան, բայց անհաջող էր Կարապետյանի փոխանցումը։ Լավ խաղարկումներ Երևանի ֆուտբոլիստների կողմից։ Կրկին անհաջող գործողություն վերջին պահին Հովանիսյան, ախեզրում է Ամլետ Հովանիսյանը, փոխանցում Մաթևոսյանին, Ռաֆայել Մաթևոսյան, ցում փակեցին այս փոխանցման ճանապարհը։ Ամլետ Հովանիսյան, Կարապետյանն է այստեղ լավ պաշտպանությունում, բայց իր սխալը ուղղեց հիմա Հովանիսյանը։ Նորից արագ խլեց Երևանը գնդակը, Վայ Հակոբյան եւ այստեղ հեռացնում է գնդակը Ռոբերտ Նազարյանը անկյունային։ Տեսնում ենք, անգամ դարպասապանն է եկել Բարսայի Տուգանային հրապարակ, խանցում Տուգանային հրապարակ, Հարությունյան, ոչ, Հակոբյանն էր այստեղ հարված կատարողը բարձր հարվածեց, վերջին րոպեն է ընթանում բարեկամներ հանդիպման ավարտի, Ռաֆայել Մաթևոսյանի միակ գոլի շնորհիվ այս պահին Բարսան հաղթում է Երևանին 1-0 հաշվով։ Վերջին գրողներից մեկը կարող է լինել, այստեղ սխալվեց Ասերյանը, փոխանցում, Սարգսյան, հարված և շեղ է հիմա Լևոն Սարգսյանը հարվածում լավ դիրքից։ Կրկին շտապում է Ասերյանը, երկար փոխանցում, հեռացված է գնդակը։
Ավետիսյանի անցում այստեղ էլ չստացվեց եւ Երևանն է անցել գրոյի Մարտիրոսյան պայեց իր մոտ գնդակը Հակոբյանի հետ է խաղարկում Հակոբյան Անիսյան եւ վտանգավոր դիրքում հիմա Տուգանային է վաստակել Երևանը վերջին կարծես թե հնարավորությունը այս խաղում Երևանի համար հանդիպման հաշիվը հավասարեցնելու տեսնենք ով կիրացնի այս ստանդարտը տեսնում ենք դարպասապահն է վերցրել գնդակը Տրթատ Ասերյան այսօր կարող է դառնալ այս խաղի հերոսը տեսնենք Սուլի չկա հիմա Տրթատ Ասերյան Փափուկ հարված եւ Արեն Վղկարյանը չկարողացավ այս փոխանցումը եզրափակել եւ վերջ բարեկամներ հանդիպումն ավարտված է 1-0 հաշվով հաղթում է Բարսան Երևանին 3 միավոր վաստակում հետաքրքիր հանդիպում ստացվեց բարեկամներ այսքանն ենք պատրաստել ձեզ համար հարգելի ֆուտբոլասերներ այսօրվա համար բարի գիշեր եւ ամենայն բարիք